Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը։ Թրամփը, Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը ստորագրեցին նաեւ համատեղ հռչակագիր Թրամփի ուղի ծրագրի վերաբերյալ։ Կտրիչ Ներսիսյանը խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Նա պետք է ազատի վեհարանը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ներկայացրել նրա հեռանալուց հետո հայ առաքելական եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը։ Իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով կալանավորվեց գործարար Սամվել Կարապետյանը։ Վարչապետն էլ հայտարարեց, որ հասունացել է հեծը պետականացնելու պահը։ Կառույցը զրկվեց լիցենզիայից։ Սրբազան պայքար շարժման մասնակիցները եւ ղեկավարները պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Հրապարակվեցին ձայնագրություններ, կալանավորվեց շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը։ Ադրբեջանը վերացրեց դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Ղազախական եւ ռուսական ծագման ցորենը Ադրբեջանի տարածքով տեղափոխվեց Հայաստան։ Ազգային ժողովը ընդունեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը։ Հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը։ Ղարաբաղի հարցը 1996 թվականին լուծված ավարտված է եղել։ Դրա մասին մեզ ոչ ոք չի ասել, նշել է Նիկոլ Փաշինյանը։